Երկաթյա ձողերով ծեծկրտուկ Էջմիածնի Գորկու անվան դպրոցում ահազանգ հանցավոր կլան է գործում։ Ամնուր լրատվականը ահազանգ է ստացել, որ Վաղաշապատի Մաքսիմ Գորկու անվան համար 5 ավագ դպրոցում լարված իրավիճակ է։ Ըստ ահազանգի կան հանցավոր ենթամշակույթ կրող խմբեր, որոնք պարբերաբար խնդիրներ են ունենում դպրոցում սովորող տարբեր երեխաների հետ։ Նշված դեպքերի եւ այդ խմբերի գոյության մասին գիտեն նաեւ դպրոցի ղեկավար կազմը, որոնք որևէ միջոց չեն ձեռնարկում։ Արդյունքում մարտի 3-ին դպրոցի բակում նշված կլանի մասնակից 10-րդ դասարանի աշակերտները 5-7 հոգով հարձակվել եւ հարվածներ են հասցրել մեկ այլ աշակերտի։ Հարվածողների ձեռքում եղել են նաեւ երկաթյա ձողեր, որի ընթացքում տուժած աշակերտը ստացել է մարմնական վնասվածք։ Միջադեպի մասին ահազանգ է հնչել ոստիկանություն։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ոստիկանությունը բավականին արագ է գործել եւ հարցաքննել են շատ անձանց, այդ թվում դպրոցի սոցմանկավարժներից մի քանիսին։ Սակայն զարմանալի է այն, որ սոցմանկավարժները չեն պատմել ոչ ճշմարտությունը, փորձելով քողարկել դեպքի իրական հանգամանքները, սակայն ոստիկանության օպերատիվ աշխատանքի շնորհիվ դեպքի ողջ հանգամանքները բացահայտվել են եւ ձեռնարկվել են գործուն միջոցներ։ Ամնուր լրատվականին հայտնի դարձավ, որ երկաթյա ձողերով միջադեպի ծեծկրտուքի գործը ոստիկանությունից արդեն տեղափոխվել է քննչական կոմիտե։ Դիմեցին քննչական կոմիտե, որտեղից խոստացան պատասխանել մի փոքր ուշ։ Ավելին, Ամնուր լրատվականը փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրեն Գարանե Սաֆարյանի հետ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն դպրոցից փոխանցեցին, որ տնօրենը դասալսման է, պատրաստ ենք լսել նաև տնօրեն Տիկին Սաֆարյանին։ Իդեպ այս դպրոցում 2023 թվականին եւս մեկ միջադեպ է տեղ ունեցել։ 15-ամյա աշակերտը համադասարանցիների հետ միջադեպից հետո մի քանի օր անց մահացել էր։ Մահացած անչափահասի հարազատները հայտարարել են, որ երեխային մահվան պատճառը եղել է դպրոցում աշակերտների ծեծկրտուքը։ Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է ինվալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է ինվալին, կամերաները ֆիքսել են, ծեծել են։ Նարեկս ասաց 3 հոգով է ծեծել։ Հիմա երկուսի անունը գիտենք, պատմել էր մահացած Նարեկի հորաքույրը։ Մինչդեռ Էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գարանե Սաֆարյանը նշել էր, որ աշակերտին որևէ մեկը ծեծի չի ենթարկել, աշակերտների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին եւ միայն օրեր անց ինքնազգացողությունը վատացել է եւ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, այնտեղ էլ մահացել է։ Եվ ահա դպրոցը կրկին հայտնվել է իրավապահների տեսադաշտում, քննչական կոմիտեն այս պահին դեպքին հստակ փորձում է գնահատական տալ, քրեական գործը հարուցված է, փաստ է մեկ բան, որ իրավապահ մարմինները գործել են, իսկ ահազանգը դպրոցից հնչում է, որ դպրոցում կլան է գործում, ինչը փորձում են ինչ-ինչ հանգամանքների ձեռնելով թաքցնել։ Մենք կհետևենք գործի քննության ընթացքին եւ կսպասենք նաեւ տնօրենի ահազանգին։